Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր երկիր հաղորդաշարը։ Արցախ աշխարհի վարանդակ գավառի պատմական գյուղերից է ներկայիս կոլխոզաշենը։ Կոլխոզաշենի հին պատմական բնակավար լինելու մասին են վկայում նրա շրջակայքում պահպանված ավերակված գյուղատեղիները, պատմաճարտարապետական այլ հուշարձաններ։ Նաև ըստ գյուղացիների պատմածների գյուղը 4 անգամ փոխել է իր տեղը եւ պատմության ընթացքում ունեցել է 4 անվանում, որից ամենահինը Քարամեշն է, որը ըստ որոշ ուսումնասիրողների պահպանվել էր վաղ միջնադարից։ Ըստ գյուղացիների պատմածների Քարամեշը դատարկվել է մոնղոլների արշավանքների ժամանակ, այնուհետև այդ գյուղից Բաբան, որը իրեն հայտարարել մերեկ, դեսունդեն ցրված քարամեշցիներին հավաքում է եւ հիմնադրում մի նոր բնակավայր, որը այժմ գտնվում է Մոսմանա եւ Կոլխոզաշեն գյուղերի միջեւ եւ անվանել է Բրուտես, քանի որ ըստ Ստյոպա Հովհաննիսյանի, որը հոդված էր գրել այդ մասին, նշվում է, որ այն բրուտանոցների բնակավայր էր։ Այնուհետև մյուս անվանումը գյուղի անվանում էին Արփադուզ, Հարբադուզ, իսկ մյուս անվանումը, որը սկսած ուշ միջնադարից եւ 19-րդ դարում հատկապես ռուսական եւ հայկական պատմագիտական երկասիրություններում նշվում է որպես Մաշադիշեն, իսկ այնուհետև արդեն խորհրդային ժամանակաշրջանում գյուղը վերանվանվել է Կոլխոզաշեն։ Կոլխոզաշեն անունը գյուղին տվել է Մադատ Պետրոսյանը, կոմունիստ, որը լիազորված էր այստեղ կոլտնտեսություն կազմակերպելու, իսկ հետագայում դարձել է Մարտունու շրջկոմի քարտուղարը։ Մասին հեշտակում է Հայկունին իր ուղեգնացական ակնարկներում 1886 թվականին ըստ նրա տվյալների գյուղը ուներ 70 տուն բնակիչ եւ գտնվում էր հինավուրց Բրետես բնակավայրի մոտակայքում։ Մակար arczepiskopos Բարխուդարյանցը գրում է, որ գյուղը բեկական էր, բնակչիկ բնիկ, գյուղացիները զբաղվում էին հիմնականում երկրագործությամբ եւ անասնապահությամբ, ունեին երկար կյանք, միջին կյանքի տևողությունը ըստ Մակար Բարխուդարյանցի 75-ից 80 տարեկան էր։ Մակար Բարխուդարյանցը նշում է նաև, որ գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, քարուկիր եւ այնտեղ ծառայում էր մեկ քահանա։
Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային կողմում, որի բարավորի վրա նոր փորագրված է, որ ուրեմն 1091 թվականին, սակայն սա չի վերաբերում եկեղեցու կառուցման թվականին, քանի որ եկեղեցին 19-րդ դարի կառույց է եւ արևմտյան ճակատի մի արձանագիր քար է պահպանվել, որտեղ նշված է, որ 1896 թվականին եկեղեցին նորոգվել է։ Եկեղեցին միանավ բազիլիկա է, նրա երկկենտրոն նյութերը նույնպես կառուցված են սրբատաշ քարերով, ունի բեմ երկու ավանդատներով, ի տարբերություն Արցախի մյուս եկեղեցիների, Կողոզաժենի Սուրբ Աստվածածինի մկրտության ավազանը գտնվում է հարավային կողմում, որի երկու կողմերում գտնվում է 17-րդ դարին պատկանող խաչքարեր։ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատին հենված գտնվում է ամարասից բերված մի խաչքար, որը հայ քարգործության լավագույն նմուշներից է, այն թվագրված է 1091 թվականին, այս խաչքարի մասին բավականին մանրամասն տեղեկացրել է Հրաչյա Բեգլարյանը իր Ամարասի հովտի հուշարձանները հոդվածում, որը տպագրվել է Լարաբեր հասարակական գիտություններում 1974 թվականին եւ այնտեղ հենց տալիս է խաչքարի ստորին հատվածում գտնվող արձանագրությունը, որը ի թվականս ՇԽ էր, այսինքն 1991 թվական ես Աբրահամ երեցս կանգնեցի
սխաչս հիշեցիք, ես Ղազար, որը քարգործ վարպետի անունն է, եւ մինչ այդ ամարասում հիշատակված չէր Ղազար քարգործի անունը, ի Քրիստոս ի Հիսուս Տեր, մոտավորապես այս վերծանությամբ արձանագրությունն է։ Խաչքարը բավականին գեղեցկահույս է, ունի բացի մեծադիր խաչի բարձրաքանդակից, այն ունի կենդանական եւ բուսական զարդաքանդակներ։ Գյուղի արևմտյան կողմում է գտնվում Պերետես հին գյուղատեղին, որտեղ պահպանվել են մեկ մատուռի եւ մեկ եկեղեցու ավերակները, ինչպես նաեւ հին գերեզմանատունը, հիմնականում անարձանագիր, կոպտատաշ եւ սրբատաշ գերեզմանակարերով։ Պերետեսը Բրիտես անվանումով հիշատակվում է Առաքել Դավժեցու հայոց պատմության մեջ, որտեղ պատմիչը նշում է Հաթերքի, Դիզակի եւ հարևան Պերետեսին հարևան Քոջիսի Մելիք Փաշիկի հետ, նաեւ Պերետեսի Մելիք Բաբին, որը հենց գյուղի հիմնադիրն է եղել ըստ ավանդության, եւ այս գյուղը բավականին մեծ գյուղ է եղել ըստ Հայկունու, որը եղել է կոլխոզաշնում, եւ նրան պատմել են, որ Պերետեսը ունեցել է մոտ 800 տոն բնակիչ։ Նախկին գյուղատեղի դաշտը ամբողջապես հերկված է, տեղ-տեղ երևում են տների փոսարակները, ինչպես նաև այս ավերակված եկեղեցին, որի պատերը պահպանվել է մինչև 50 սանտիմետրից մինչև 1 մետր բարձրություն, կան նաև որոշ շրջված սրբատաշ տապանակարեր։ Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, ինչպես նաև խաչքարերի կտորների, այս հուշարձանախումբը պատկանում է 15-ից 17-րդ դարերին։
ավանդության գյուղը նշում են, որ գյուղը լքվել է 18-րդ դարի առաջին քառորդին, երբ այդ ժամանակ Արցախում խոլերա էր բռնկվել եւ շատ բնակավայրերի հետ մեկտեղ այդ համաճարակից պաշտպանվելու նպատակով գյուղացիները լքել են այս բնակավայրը եւ տեղափոխվել այլ վայրեր։ Մի քանի տարի անց վերադառնալով տեսնում են գյուղը ավերակված եւ հեռանում են հարևան բնակավայրերը, որտեղ նաեւ նոր բնակավայր են հիմնում, օրինակ Մելիք Բաբայի ըստ ավանդության Մելիք Բաբայի ժառանգները հիմնադրում են հարևան Մսմանագյուղից, մի մասը տեղափոխվում է ներկայիս կոլխոզաշեն բնակավայրը։ Ինչպես եւ ցանկացած քիչ թե շատ մեծ բնակավայր անպայման հայտնի է եղել իր ջրաղացներով։ Ջրաղացները հիմնականում գտնվում էին գյուղի բնակավայրի տարածքում հոսող գետերի կամ վտակների վրա։ Բացառություն չէ նաև կոլխոզաշենը, որտեղ եղել է մի քանի ջրաղացներ, որոնց մեջ էր նաև Բաղդունց գետակի վրա գտնվող համանուն ջրաղացը, որը կառուցվել է 19-րդ դարում հիմնականում կոպտատաշ քարերով, կրաշաղախով, իսկ մուտքի հատվածը սրբատաշ քարերով։ Ջրաղացները ընդհանուր առմամբ կառուցվում էին ջրերի անկման վայրերում եւ ունենում էին մի քանի սենյակներ, որոնցից մեծը ընդարձակ սրահը ծառայում էր ջրաղաց քարերի համար, որտեղ տեղադրված էին ջրաղաց քարերը եւ պետք է ջրաղաց քարերը իրարից 1.5 մետր հեռավորության վրա լինեին, իսկ մյուսները ծառայում են որպես ջրաղաց սպանի համար ննջարան, ինչպես նաեւ ունեցել է պահեստ, որտեղ պահում էին ցորենը։ Ջրաղացները ունեցել են նաեւ ձավար աղելու համար հարմարանքներ, որոնք անվանում էին դինգ։ Բաղդունց ջրաղացի մեջ գտնվում են 4 պտրհաններ, որոնք ծառայում էին տարբեր տնտեսական նպատակների համար, նաև այս ջրաղացը չունի լուսամուտներ եւ միայն լույսը ստանում էր երթիկից, այսինքն այն պատկանում է, այն կառուցվել է հավանաբար 19-րդ դարի սկզբներին, որտեղ լուսամուտներ կառուցելու սովորույթը արևելյան Հայաստանում ջրաղացներում սկսվել է 19-րդ դարի վերջից։ Քսաներորդ դարասկզբին կոլխոզաշենցիների մի մասը տեղափոխվում է Ամարասի հովիտ, որտեղ հիմնադրվում է Մաչկալաշեն գյուղը։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք մեր հերթական հաղորդումը, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։